Գազա քաղաքից հյուսիս գտնվող Բեյթ Լահիա արվարձանում կեսօր է, այնտեղ աշխատանքային օր է, սակայն քաղաքը գրեթե դատարկ է, բնակչության մեծ մասը հեռացել է Իսրայելի ռազմական ներխուժումից ի վեր, որի նպատակն էր Գազան վերահսկող Համասի թունելների և հրթիռարձակման կայանների ոչնչացումը։ Բնակիչները նախապես զգուշացվել էին, որ անվտանգության նկատառումներով պետք է լքեն տարածքը։ Հասան Գաբեյենը նրանցից մեկն է։ Մենք մնում ենք մեր տներում հանուն մեր հողի և մեր Աստծո։ Մենք փորձում ենք պաշտպանել մեր ժողովրդին այստեղ, չենք պատրաստվում հեռանալ, ասում է նա։ Գաբեյենի համաձայն որոշ ընտանիքներ վերադարձել են Իսրայելի հայտարարությունից հետո, բայց ընդամենը ունեցվածքից որոշ իրեր վերցնելու և հեռանալու համար։ Նրանցից շատերը ապաստան են գտել Գազա քաղաքի Մակի դպրոցում։ Այն այժմ 2100 բնակիչ ունեցող գյուղ է։ Պաշտոնյաներն ասում են, որ ոչ ոք չի հեռանում։ Յեման Ալ-Քահլոթը, ով մնում է այստեղ իր մեծ ընտանիքի 18 անդամներով, բացատրում է, թե ինչու։ Մենք չենք հավատում Իսրայելի ասածին, երեկ մի ընտանիք վերադարձավ տուն, սակայն Իսրայելը ռմբակոծեց և ընտանիքը մահացել է, այնպես որ իսրայելցիներն ասում են մի բան և անում մեկ ուրիշ, ասում է նա։ Բնակիչներն ասում են, որ միջոցների պակաս ունեն, բայց կա բավականին օգնություն գոյատևելու համար, սակայն նույնիսկ այստեղ նրանք անվտանգ չեն։ Մի քանի Մակի դպրոցներ արդեն հարձակման են ենթարկվել։ Իմ համար չկա ապագա, հույս ունեմ, որ մեր երեխաները հետագայում կունենան իրենց իրավունքները, ազատությունները, ինչպես այլ երկրներում։ Մեր կյանքն այստեղ ոչինչ է, ասել է Գազայի այս բնակիչը։ Վերադառնալով Բեյթ Լահիա, Մահմուդ Ալաթարը նմանատիպ հայտարարություն է անում։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի, բայց մենք այստեղ ենք և հնարավոր է այստեղ էլ կմեռնենք։ Մենք չենք գնա Մակի դպրոց, քանզի մարդիկ այնտեղ էլ են մահանում։ Նախընտրում ենք մեր տներում մահանալ, ասում է նա։ Որոշ բնակիչներ այլևս վերադառնալու տուն չունեն, մյուսների համար ցանկացած զինադադար միայն կհայտարարի ավելի դժվար ժամանակների մասին, կապված վերակառուցման և վերականգնման աշխատանքների հետ։ Արաքսիվան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։